Քույրես եւ եղբայրս, եկեք այսօրվա ծառայությունը սկսենք Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարիցը, որովհետեւ քոնն է, թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Քրիստոս ծնվավ եւ հայտնվեցավ։ Եկեք ցնծանք, ուրախանանք ու փառաբանենք մեր Աստծուն։ Ամեն։ Հալելույա Տեր փառք ու գոհություն քեզ արքաների արկա Սքանչելի զորավոր խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան իմ Տեր Հիսուս Քրիստոս
Հայր քո առաջ եմ բերում Տեր իմ Աստված, քո հարց եկեղեցին, քո ժողովուրդը Տեր, այստեղ գտնվող ամեն մարդու Տեր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, որ դու անցնես այսօր շարքերով Տեր, հպվես ամեն մարդու Տեր, հեռացնես ամեն տեսակ դառնություն Տեր, թախից Տեր, ամեն տեսակ խնդիր ու մտահոգություն Տեր, ու քո ամեն մեկին Տեր իմ Աստված, ամեն մարդուց Տեր, լցնես քո խաղաղությունով Տեր, Հայր Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Խնդրում եմ Սուրբ Հոգի քո առաջնորդությունն ու հսկողությունը լինի իմ շուրթերի վրա, որ ասեմ այն ինչը որ դու կկամենաս որ ասեմ, եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր իմ Աստված։ Հայր քո առաջ եմ բերում Կրասնոդար քաղաքը, այստեղ բնակվող ամեն հայախոս ժողովուրդ Տեր, խնդրում եմ Տեր իմ Աստված, որ այս տարի ամեն մեկից յուրահատուկ օգտագործես Տեր, հասցնելու Տեր, քո ավետարանը, քո բարի լույրը Տեր, քո խաղաղությունը Տեր, ամեն մի հայախոս ընտանիք Տեր, որ ամեն ծունկ ծալվի ու ամեն լեզու դավանի, որ դու ես միակ Տերը եւ ճշմարիտ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու եւ ողջ եկեղեցին ասեց ամեն։ Հալելույա, հալելույա։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս, հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրելիս, օրհնյալ է Քրիստոսի ծնունդը, ամեն։ Սիրելիս, ուզում եմ կողքինիդ նայես ու ասես, եթե չի ծնվե, թող այսօր քո սրտում ծնվի։ Եթե մինչև հիմա քո սրտում չի ծնվե, թող այսօր քո սրտում ծնվի։ Ամեն։ Սիրելիս, թող Տերը ծնվի ամեն մեկի սրտում։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի։ Կարակ նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, այնքան քաղցր Աստծո ներկայություն կա, շնորհակալություն Փառաբանության թիմ ջան, շնորհակալություն մեր փոքրիկներին, Աստված իրան շատ օրհնի։ Գիտես, ամեն անգամ չեմ դատարում ասելուց ու չեմ դատարում հիանալուց, որ մեր Աստված զորավոր է։ Ուզում եմ, որ այս տարի ամեն մեկս յուրահատուկ ձևով մոտենանք մեր Տիրոջ, ամեն։ Յուրահատուկ ձևով մտնենք նրա խաղաղության մեջ, որտեղ մեր Աստված խաղաղության Աստված, ամեն։ Գիտես, մի տեղ կա Աստվածաշնչից, այդ տեղը շատ է դուրս գալիս։ Հիմա կասեմ խի եմ այդ տեղը մեջ բերում անում, երբ որ եկան Եղիային ասեցին, որ գիտես չէ, թագուին քեզ ա որոնում, որ սաղին սպանելա քեզ ա որոնում, որ քեզ է պետք է սպանի, խառնվավ իրար։ Սաղ ներսը տագնու վրա եղավ, խառնվավ իրար ու չգիտես ինչի փախնում է։ Այն ժամանակ խոսք ուներ, այն ժամանակ Աստված խոսացել էր, Տերը խոսացել էր, խոսքեր տվել ու ինքը գնում էր այնտեղ գնում էր նրա մեջ, ինչի մեջ որ Տերը իրան կանչել էր, բայց հենց որ արդեն էլ բան չունի անելու, չգիտես ինչ իրան թվում է, թե Աստված իր հետ գործ չունի անելու, փախավ, որովհետև բոլորին սպանել են ու խառնված գալիս է Տիրոջ մոտ ու ասում է բոլորին սպանել են, մնացել եմ ես ինձ էլ արպրձնեմ ու ասում է ամբրոբեր, կայծակեր, բայց Աստված դրա մեջ չէր ու հանգարց մի հատ մեղմ ձայն խաղաղության մեջ ասեց ինչ ես ուզում Եղիա։ Սիրելիս, ուզում եմ որ հասկանաս, որ Աստված խաղաղության մեջ է խոսում, ամեն։ Աստված խաղաղության մեջ է խոսում ու կապ չունի ինչ խնդիր ուզում եղնի, թեկուս 3 ընկերների նման հայտնվել ես կրակի հնոցում, եթե ներսիդ խաղաղությունը կա, Աստված հենց այդ քո հետ հանդիպում ունի, ամեն, ու Աստված խաղաղության մեջ քո հետ գործ ունի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սիրելիս, մեր ավակ Հովիվ Գոր Մեխագյանը հրճակել է մեր ամբողջ շարժի վրա խաղաղվելու տարի։ Փառք Հիսուսին։ Ու այդ նույնը մենք ենք հրճակում մեր եկեղեցում, այս տարի խաղաղվելու տարի է։ Փառք մեր Տեր Հիսուսին։ Հալելույա։ Այն սիրուն ամենաուժեղ տեղերից եմ գալիս, հա, ու տարվա կարգախոսքն է, հիշում եք, չէ, մենք ամեն տարի տա կարգախոսք ունենք,
անցած տարվա խոսքը բաց աչքերի տարի էր, խոսքն էլ օծությունը վերցնելու ժամանակն է, այս տարի էլ ոնց որ Հովիվ ասեց, ուզում եմ ես էլ ասեմ, ոնց որ մեր Վանաձորի Լորվա եղբայրները ասում են, համեցի ներս, տարվա կարգախոսն է սիրելիս, համեցի ներս, գիտես, մտի Տիրոջ խաղաղության մեջ ու խաղաղվի, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտես, ամբողջ աշխարհը այսօր չէ 25-ից դեկտեմբերի 25-ից ամբողջ աշխարհը տոնում է Քրիստոսի ծնունդը։ Գիտես, ու զարմանալի է, մանավանդ որ քրիստոնյա քույր ու եղբայրները շնորհավորելու հետ մեկտեղ, մեկի մի հատ նկար կա, այդ նկարը ուղարկում են։ Հələ դրեք էլի այդ նկարը շատ եմ խնդրում։ Մի հատ նկար կա, այս նկարը ուղարկում են։ Գիտես, դեմ չեմ, որ քույր ու եղբայրներ այս նկարը ուղարկում են։ Ունդե գրած է. շնորհավոր Սուրբ Ծնունդ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է, սարսափելին որն է, որ չգիտես ինչի շատերի համար, մեծամասնության համար Քրիստոսը իրանց համար մնացել է այդ դեռ էս մանուկ Քրիստոսը, էս օրորոցի Քրիստոսը։ Դեռ իրանց համար էսա մնացել։ Սուրբ Ծնունդ ասելով, մարդիկ որ ծնունդ նշում են Քրիստոսի ծնունդը, իրանց համար դեռ այս փոքր երեխեն է, իրանց համար այս Հիսուսն է, չգիտես ինչի իրանց մտածում են, մեկ եղնի Քրիստոսի համար հոգ տանի, ցելիս, բայց մեր հայրը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իմ ու քո համար է հոգ տանում, գիտես ինչի, իրա ծնվելու նպատակը իմ ու քո համար էր, որ իմ ու քո համար հոգ տանի, որ ինքը մեր համար դառնա հավիտենականության հայր, որ ինքը իմ ու քո համար դառնա հզոր Աստված, որ ինքը իմ ու քո համար դառնա խաղաղության իշխան։ Գիտեք, բայց երբ որ խոսում են Քրիստոսի մասին, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, ու ես ասում եմ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, գիտես որ Քրիստոսին եմ պատկերացնում ես։ Հանգարց նկարին չնայեք։ Մի հատ խնդրեմ այդ նկարը ցույց տաք, այնպես չի որ ստեղ լրիվ ինքն է, բայց սենց հզոր Աստված եմ պատկերացնում։ Սիրելիս, մեր Աստված հզոր Աստված է։ Ամեն, կարաս ասես ամեն։ Մեր Աստված հզոր Աստված է, սիրելիս։ Մեր Աստված, երբ որ ասում են Քրիստոս ծնվեց ու հայտնվեց, ես չեմ ուզում դու քո համար Քրիստոսը դեռ մնա այն մանուկ Քրիստոսը։ Այն մանուկ Քրիստոսը, որ չգիտես ինչի մարդիկ հիմնականում շատերը այդպես մանուկ է մնացել են, չեն մեծացել։ 2000 տարի առաջ, Քրիստոս 2000 տարի առաջ մեր Տերը ծնվել է, սիրելիս։ Զորավոր բաներ արել իմ ու քո կյանքում։ Ու գիտես, ցավով եմ ասում, մինչև հիմա, երբ որ տոնում են Քրիստոսի ծնունդը, մարդիկ մինչև հիմա այստեղ մտածում են Քրիստոսը դեռ մանուկ է։ Պողոս Արաքյալը ինձ ու քեզ մի բան է ասում, ասում այն ժամանակ որ մանուկ է ես էլ այդպես մտածում, բայց երբ որ մեծացա, այն երեխայության բաները թողեցի, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի հետաքրքիր տեղ կա Աստվածաշնչում, Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ, առաջի խոսքից, այս այնտեղն է, երբ որ մոգերը գալիս են Հերովդես թագավորի օրերում մոգերը գալիս են Հերովդես թագավորի մոտ ու ասում են որտեղ է Հրեաստանի թագավորը, որովհետև Մատթեոս 2-րդ գլուխ առաջին խոսքից, որովհետև մենք տեսանք նրա աստղը երկնքում ու եկանք նրան երկրպագելու։ Սելիս գիտեք հետաքրքիր ինչն է։ Այստեղ մի կարևոր բան կա։ Երբ որ մարդը տենում է այդ լույսը ու գալիս է լույսի հետևից։ Գիտես, մարդուն շատերին կարաս քարոզես Քրիստոս, շատերին կարաս ասես, գիտես, մեկը կա, որ ծնվել է, ուզում են, որ այսօր քո սրտում ծնվի, հենց այդ լույսի հետևից պետք է գնանք ես ու դու։ Գիտես, ուզում եմ մի բան պատկերացնես, քանիսը տեսած կեղնեին այդ լույսը։ Քանիսը գիտեին այդ մարգարեության մասին, որ Քրիստոսը պետք է ծնվի, որովհետև Քրիստոսի ծնվելու համար Եսայա մարգարեն ու մարգարեներ վաղուց ասել էին, որ մեր համար մի որդի պետք է ծնվի։ Եսայա մարգարեություն, սիրելիս, 9-րդ գլուխ 6-րդ խոսքում մեր եղբայրը տեղը կարտած, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։
Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ու Աստծո խոսքը հստակ էս մասին խոսում է, ու երբ որ այստեղ է կա մարգարեությունը, երբ որ կատարվում է, Հերովդես թագավորը կանչում է բոլորին, քահանաներին, դպիրներին ու հարցնում է, այդ որտեղ պետքա ծնվեր։ Ու ասում է Բեթլեհեմում, որովհետև սենց է գրված, եւ դու Բեթլեհեմ բնավ փոքր չես, որովհետև քո մեջ Քրիստոս պետքա ծնվի։ Գիտես, մարգարեությունը գիտեին, Աստծո խոսքը գիտեին, լույսը տեսել էին, բայց լույսի հետևից գնացողը քչերն էին։ Մինչև լույսի հետևից մոգերի գնալը, սելիս հենց Քրիստոսը ծնվեց, Աստվածաշունչը խոսում է դրա մասին, Ղուկաս ավետարան 2-րդ գլուխ, հրեշտակը հայտնվում է հովիվներին։ Ու տեսեք ինչ ասում, եւ 8-րդ խոսքում, Ղուկաս 2-րդ գլուխ 8-րդ խոսք, եւ այնտեղում հովներ կային, դաշտում կած, որ գիշերվան իրենց հոտերը պահում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջ եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց եւ մեծ վախով վախեցան եւ հրեշտակը ասեց նրանց. մի վախեցեք, որովհետեւ ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեցավ Դավթի քաղաքումը, որն է Քրիստոս Տերը։ Փառք Հիսուսին։ Գիտեք, այն շատ հետաքրքիր է ու շարունակության մեջ ասում է կգնաք ու իրան կգտնեք Մսրում խանձարաններով պատած։ Գնացեք ու գտեք։ Գիտեք, մի կարևոր բան, որ ես այստեղ ուշադրություն եմ դարձնում, այս երկու տեղը միացնում եմ իրար ու հետաքրքիր բան եմ ասում։ Նայեք, հովիվներին կանչեց։ Տերը հովիվներին կանչեց, մոգերն էլ տեսան։ Իսկ ինչ է ինձ ու քեզ խանգարում, սիրելիս, ինչ է մեր ժողովրդին խանգարում, ինչ է համացանցով դիտողներին խանգարում տեսնելու այդ լույսը, որ իմ ու քո համար ծագել է։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Որ հանկարծ ասեն իմացել ես ինչ ա եղել։ Ասես ինչ։ Գագոյին երեխա է ծնվել, վայ իրոք, ջան, ես ինչ լավ բան է եղել, Գագոյին աղջիկ է ծնվել, օրինակի համար, հա, ու բոլորը սենց ուրախանում են, Գագոյին աղջիկ է ծնվել, ու սկսում են ասել, օրհնության խոսքեր, մարդկա ասում է, այդ է 4-րդ աղջիկն է, չբաշարեց մի հատ տղա ունենա, բայց մարդը գիտեք ինչ են ասում, վայ, անուշ բալիկ եղնի, մեծանա, բախտավոր եղնի, չգիտես ինչ են, բախտավոր աստղի անունն են տալիս, մեկն է չգիտի այդ որ բախտավոր աստղի մասին է խոսքը, մի աստղ կա, որը որ ծագել է, սիրելիս, որը որ նշան էր իմ ու քո համար, դա այն Քրիստոսի մասին լուր բերող աստղն է։ Այն լուսատուն, այն լամպուշկեն է, որ վարվում է, որ մարդը աստղին նայելով եկավ հասավ Քրիստոսին, սիրելիս։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, կարաս ինչ որ մեկի համար դառնես այդ լամպուշկեն, կներես որ սենց եմ ասում, կդառնաս այդ լուսամփոփը, հա, ճիշտ եմ ասում, ճիշտ բառա լուսամփոփը, այդ լուսատուն դառնաս, որ ինչ որ մեկին բերես, ասես հրեսա Քրիստոսը։ Կարաս դառնաս, գիտես երբ կդառնաս, երբ որ իրականում Քրիստոսը քո սրտի մեջ ծնված եղնի։ Երբ որ ոչ թե մանուկ եղնի, այլ հզոր Աստված, խաղաղության իշխան։ Ամեն։ Դու ինչ որ բան ստանում ես, ստեղ ես, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սիրելիս, գիտես, ցավալի բան, մի շատ ցավալի բան, որ ես այս ժամանակահատվածում նայում եմ, ու Տերը տեսիլքով ու երազով ցույց տվեց, որ աղոթում է 2026 թվականի համար, երբ որ տարին փակում էինք, իմիջայլոց ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ քեզ 2025 թվականի համար։ Սիրելիս, գիտես, որտեղ 2025 թվականին մենք ունեցանք լավ պտղաբեր տարի։ Մենք ունեցանք 250-ից ավել ապաշխարած մարդ։ Փառք Հիսուսին ու դրա համար փառք Աստծուն։ Գիտես, մենք ունեցանք բազում
հրաշքներ, մենք տեսանք բազում բժշկված մարդեր, որ ասում են բազում չեմ չափազանցնում։ Գիտես, ուզում եմ նաև քեզի շնորհակալություն հայտնեմ, քեզ շնորհակալություն հայտնեմ քո ընծաների ու զոհաբերության, քո նվիրատվության համար, որովհետև այդ քո արած քայլով, երբ որ ես գնում եմ ինչ-որ մի տուն, մի ընտանիք մարդու համար աղոթելու, մարդկանց համար մարդուն բարի լուր քարոզել, ուզում եմ իմանաս, որ մենակ չեմ գնում, մենակ չեմ անում, բոլորս իրար հետ ենք անում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Փառք Հիսուսին, դրա համար քեզ շնորհակալություն, սիրելիս։ Ու երբ որ աղոթում է 2026 թվականի համար, երբ որ Տերը սրտից դրել էր ու աղոթում է ամեն մեկի համար յուրահատուկ, որ հիշեցնում էր, ու աղոթում եմ ծառայողների համար, աղոթում եմ եկեղեցու համար, մի հետաքրքիր բան եմ տենում, երբ որ Սատանան հարձակվում է։ Ու գիտեք, երբ որ հարձակվում է, ասում եմ Հիսուսի անունով չքվի այստեղից, ու չքվում է, ու ժողովրդին ասում եմ, ժողովուրդ ջան, Տիրոջ անունը կանչեք, կազատվեք։ Ու գիտես, ժողովուրդը Տիրոջ անունը կանչում են, Հիսուսի անունն են տալիս, բայց ինքը չի գնում։ Ու ասում եմ, ինչի չես գնում, Հիսուսի անունն են կանչում։ Գիտեք, ծիծաղում ասում է, չգիտեն ում անունն են կանչում։ Ուղղակի լսել են։ Գիտես, ցավալի է, երբ որ մարդը Քրիստոսի անունը կանչում է, բայց դենց էլ այդ հայտնությունը, որ հավիտենականության հայրը, հələ սրտի մեջ չի ծնվել, որովհետև հələ մանուկ Հիսուսն է։ Հələ դենց մանուկ է մնացել է։ Հələ հզոր արքա չի դարը, հələ հավիտենականության հայր չի դարը, հələ խաղաղության իշխան չի դարը, դենց մանուկ Հիսուս մնացել է։ Ու գիտես, սիրելիներս, երբ որ մարդիկ այդենց շարունակում են մանուկ Հիսուսին հավատալ, ոչ մի բան իրենց կյանքում չի փոխվում, որովհետև չեն ուզում մեծանան, չեն ուզում ճանաչեն զորավոր Աստծուն, որը որ Սատանային արդեն հաղթել է, ոչ թե պետք է հաղթի, այլ արդեն հաղթել է։ Ու երբ որ մարդը չի ճանաչում Քրիստոսին ու Տիրոջ անունը կանչում, մենք գիտենք լիքը պատմություններ ունենք Աստվածաշնչում, որ ասում է, հա, գիտեմ, Հիսուսին գիտեմ, Պողոսին է ճանաչում եմ, բա դու ով ես, չգիտես ում անունն ես կանչում, չգիտեմ Տեր ուր է տանում, Փառք Հիսուսին, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ և իշխանությունը կլինի նրա ուսերի վրա։ Սիրելիս, տվել ես այդ իշխանությունը Տիրոջ ուսերի վրա։ Արդյոք դու տվել ես այդ իշխանությունը Տիրոջ ուսերի վրա։ Թողել ես, որ քո կյանքում զորավոր բաներ անի։ Թե Տեր դու կաս, բայց ես ինքս։ Գիտես, ուզում եմ մի վկայություն պատմեմ, որ իմ հետ է տեղ ունեցել։ Հանկարծ ոչ մեկ չմտած, ինչ որ մարդու չեմ ասում, ինձ եմ ասում։ Անձամբ իմ հետ է տեղի ունեցել։ Գիտեք ինչ է տեղի ունենում։ Ահագին ժամանակ առաջ մի իրավիճակի համար աղոթում էի, ու այս իրավիճակի հարցերը չէր լուծվում, չէր վերջանում։ Ես աղոթում եմ, ասում եմ, Տեր ջան, այս իրավիճակը տալիս եմ քո ձեռների մեջ, բայց այդ իրավիճակը չէր լուծվում։ Ու գիտեք, մի կարճ ժամանակ հետո Տերը ինձ բացեց ինչի, ահագին ժամանակ անցավ, ու երբ որ ես հարցրեցի, Տեր, ինչի այս հարցը չի լուծվում, կարճ ժամանակ հետո պատասխանը չուշացավ։ Եղել է, որ ասես, Տեր, ես իրավիճակը տալիս եմ քո ձեռների մեջ, հա, միշտ պետք է ասես, սիրելիս, ամեն իրավիճակ պետք է տաս Տիրոջ ձեռների մեջ, իրավիճակը տալիս ես Տիրոջ ձեռների մեջ, իսկ եղել է, որ 10 մոռանաս։ Գիտես, իրավիճակը տալ Տիրոջ ձեռների մեջ մի բան է, բայց տալն ու մոռանալը լրիվ այլ բան է, սիրելիս։ Երբ որ դու տալիս ես ու մոռանում ես, երբ որ մոռանում ես, այսինքն վստահում ես։ Ու երբ որ դու վստահում ես, Աստված անում է իր բաժինը, որովհետև Աստված իրեն վստահողներին ամոթով չի թողում, Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելիս, մի թող Քրիստոսը քո համար մանուկ մնա։ Մի թող Քրիստոսը քո համար ասես, մի հատ մեզի մանուկ ա ծնվե, ու նայես ասես, մի ֆիլմ կա, ասում վայ, ես ինչ անուշ բալիկ ա, բայց Քրիստոսի հարս եկեղեցին ասում է, իմ փեսանա։ Ամեն։ Քրիստոսի հարս եկեղեցին ասում է, այս իմ փեսանա, ահա իմ փեսանա, սիրելիս, հալելույա։ Եսայա մարգարեություն 60-րդ գլուխ առաջին խոսքից, վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, հալելույա։ Ուրեմն, մոգերը գալիս էին, ուզում եմ պատկերացնես այդ տեսարանը, մոգերը աստղին նայելով գալիս էին, լույսին նայելով գալիս են, գալիս մտնում են
Հերովդեսի պալատ, գալի մտնում են աշխարհ, մոգերը սիրելիս, քահանաները չէ, մարգարեները չէ, մոգերը, ուրեմն լույսին նայելով, աստղին նայելով, գալիս մտնում են ու գիտեք ինչ են ասում, դուք հələ չեք լուսավորվե, բա դուք լույսը չեք տեսե, ուրա, ով, ուրա, ստեղ պետք է ծնվեր, ուրա, մենք նայելով այսքան ճանապարհ կտրեգել ենք, հասել ենք ստեղ, ուրա, ով, Փրկիչը ուրա, գիտես ես այս երկու խոսքը, որ կապում եմ իրար, նենց հետաքրքիր է ինքը հնչում, լույսը տեսել ենք, եկել ենք քեզ ասելու, վեր կաց լուսավորվի, լույսդ հասել է, հրես հասել է, քո վրա է ծագում, Տիրոջ փառքը քո վրա ծագել է, Տիրոջ փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը կենտանի Աստված արդեն փառավորվում է քո կյանքում, բայց դու ասես գերգել ես, հալելույա, երբ որ Հովսեփն ու Մարիամը գնում էին, աշխարհի համար մի հատ երեխա էր ծնվե, տեղ չկար դաժե, մսուրում ծնվավ, գոմում ծնվավ, տեղ չկար, բայց թե Մարիամը, թե Հովսեփը լավ գիտեին ով ա ծնվե, ուշադիր ես, թե Մարիամը, թե Հովսեփը լավ գիտեին ով ա ծնվե, սելիս ուզում եմ դու էլ լավ իմանաս ով ա ծնվե, լավ իմանաս ով ա ծնվե, չգիտես ինչ ասես կարային ասեին, ինչ ասես կարային ասեին, ինչ ասես կարային Հովսեփի ականջին լցնեին, ես ոնց եղա որ դու հլը Մարիամի մոտ չմդար, Մարիամը հղիացավ, բայց Հովսեփը գիտեր ով ա երեխու հայրը, Սուրբ հոգուց էր հղիացել, գիտեր, Մարիամը գիտեր, որ Հովսեփը տեղ կապ չունի, ասում եմ, թե Մարիամը, թե Հովսեփը լավ գիտեն, ու ոչ մեկ չէր կարա, թե Մարիամից, թե Հովսեփից գողանարեն հայտնությունը, որ փրկիչ ա ծնվե, սիրելիս։ Ուշադիր ես, ոչ մեկ չէր կարա, թե Հովսեփից, թե Մարիամից գողանարեն հայտնությունը, որ փրկիչ ա ծնվե։ Սելիս ոչ մեկ թող չկարենա քեզանից գողանային հայտնությունը, որ քո հավիտենականության հայրն ա ծնվե, խաղաղության իշխանն ա ծնվե, հզոր Աստվածն ա ծնվե։ Անունը կոչվում է հզոր Աստված։ Էս ոնց։ Մի բան ստեղեն չի։ Բան ստեղեն չի։ Եսայա 60-րդ գլուխ 2-րդ խոսքից, որովհետև ահա խավարը ծակել է երկիրը եւ մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Բայց մի բան ստեղեն չի, Տերերի Տերն է, խի պետք է գոմում ծնվեր, խի պետք է մսուրի մեջ դնեին, այ Հովսեփ ջան, մի բան չէր կարա մտածեիր, Հովսեփից գիտես ինչ էր պետք, խաղաղությունը չկորցներ,
չասեր, այս երեխեն ծնվում է, ոչ մնալու տեղ ունենք, ոչ քնելու տեղ կա, ոչ մի հատ պրոստին կա, որ երեխուն փաթենք, մտել էր խաղաղության մեջ, սիրելիս, Տիրոջ խաղաղության մեջ էր, գիտես ինչի, գիտեր ով ա ծնվում, գիտեր ում զավակն է, գիտեր ով պիտի գա, դրա համար էլ հանգիստ էր, այս հայտնությունը, որ Հովը տվեց, այնքան դուրս եկավ, սիրելիս, որ ինչ ուզում է եղնի, դու քո խաղաղությունը երբեք չկորցնես, ես ու դու երբեք մեր խաղաղությունը չկորցնենք, որտև գիտենք ով ա ծնվել, ամեն։ Ես հիշում եմ մի տարի ծառայության էի պատրաստվում ու էլի Սուրբ Ծնունդի ծառայություն էր ու մեր եղբայրներից մեկը, երբ որ ես ծառայության էի պատրաստվում, մեր եղբայրներից մեկը եկավ ինվենտարներ էր տանում, ասում եմ, ես ինչա, դե ասում ասա մի տարի առաջ անցած տարի տոնում էինք հարության տոնը, ունդեղ մեխեր կային։ Մեխեր շատ նման են մեխերին, որով որ մեր Տիրոջը խաչի վրա գամել են։ Գիտես, երբ որ ես այդ մեխի ծայրին կբա, այնքան սուր էր, այնքան ցավոտ էր ու ներսս տագնու վրա էր լինում։ Նայում եմ այդ ժամանակ մի անգամից այն մանուկ Հիսուսը, այն նոր ծնված Հիսուսը, Սուրբ Ծնունդի ծառայության էի պատրաստվում։ Նոր ծնված Հիսուսը լրիվ ուրիշ բանի մեջ բացեց, սիրելիս։ Լրիվ ուրիշ բան, որ ես ու դու ուրախանում ենք, սիրելիս, որ ես ու դու ուրախանում ենք, մեր համար մանուկ ա ծնվել, մենք ցնծում ենք, սիրելիս, բայց գիտենք ինչի համար ա ծնվել։ Երբ որ դու գիտակցում ես ինչի համար ա ծնվել, էլ այն մանուկ Հիսուսը չի մնում քո համար։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Եսայա 9-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Հիշում ես, որ խաղաղության իշխանն էր։ 7-րդ խոսքը։ Իշխանությունը շատացնելու եւ խաղաղության վերջ չկա։ Տիրոջ խաղաղությանը վերջ չկա։ Հալելույա։ Մեր համար հալելույա Տեր ջան։ Մի քանի տարի առաջ Հայաստանում էի։ Եղբայրների հետ խոսում էինք, եղբայրների հետ շփվում։ Ես է ժամանակին բոլորի նման պատրաստում էի, ամեն տարի պատրաստում էի նոր տարվան։ Նոր տարին լրիվ իմ համար ուրիշ խորհուրդ ուներ։ Բոլոր հայերի նման Ռուսաստան տարի 12 ամիս աշխատում էինք, որ նոր տարվան գայինք, նոր տարի անեինք ու նորից հետ գնայինք աշխատելու։ Ոնց որ նոր տարուց նոր տարի ապրեինք, ժողովուրդ։ Ոնց որ նպատակներ նոր տարին, նոր տարին, բայց գիտես, մի բան այսպես Տերը փոխեց, երբ որ իրան ճաշակեցի, երբ որ ինքը դարավ իմ համար իմ հավիտենականության հայրը, երբ որ Քրիստոսը ծնվավ իմ սրտի մեջ, ոչ թե ընդամենը շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ, այլ Քրիստոս ծնվեցավ եւ հայտնվեցավ։ Զգում ես տարբերությունը։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ, չէ, սիրելիս, Քրիստոս ծնվեցավ եւ հայտնվեցավ։ Եթե չծնվեր, չհայտնվեր, դու նոր տարի չէիր ունենա։ Նոր տարին ունենք, որովհետեւ Քրիստոսը ծնվել է ու հայտնվել է, սիրելիս։
Ու երբ որ եղբայրների դες ամեն ինչի մասին խոսում ենք, որ մենք նշում ենք նոր տարին, մենք մեզ ասում ենք 35, 37, 40 տարեկան Քրիստոսի ծնունդից։ Գիտեք, հասարակ բան է։ Հասարակ բան, չգիտես ինչի, բայց երևի աշխարհում շատերը ունեն անձնագիր, շատերին տարեթիվ ունեն, ամսաթիվ ունեն, բայց ոչ մեկի մտքով երևի, չեմ դատապարտում, չեմ ասում, մտներով չեմ ասում, բայց խի եմ 20 տարեկան, որտեղից են վերցրել, որ ես 20 տարեկան եմ, որտեղից են վերցրել, որ ես 30 տարեկան եմ, գիտես որտեղից, որտեղ կար մեկը, որ ծնվեցավ ու հայտնվեցավ, ու բան փոխեց այս աշխարհի վրա, սելիս աշխարհի վրա բան փոխող Աստված, եթե իզորը ամեն բան փոխելու, քո կյանքում է կարա բան փոխի, գիտես, հայտնություն չեմ ասում, նորություն թող չեղնի քո համար, լավ նորություն եմ ասում, Քրիստոսը քո կյանքում կարա բան փոխի, եթե թույլ տաս քո սրտի մեջ ծնվի, եթե թույլ տաս քո սրտի մեջ ծնվի ու դառնա քո համար սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան, փառք Հիսուսին, հալելույա։ Արի ոտի կանգնենք, հալելույա։ Հալելույա։ Վերկաց լուսավորվիր, հել մտի այդ լույսի մեջ, սիրելիս, հելի մտի այդ լույսի մեջ, 90-ական թվականներին, մարդ կա չէ 90-ականներից, Հայաստանում ապրող են մութ ու ցուրտ տարիներին, ժամ ունեինք ժողովուրդ, իրիգունը լույսերը տալիս էին, ու հենց որ լույսերը տալիս էին, ես հիշում եմ մենք, Սա մեծ ընտանիք ենք ու հենց որ լույսերը տալիս են ուրախանում ենք, ծապ ենք տալիս, որովհետև լույսերը տվել են, իրար տենում ենք լույսի մեջ, այն մոմի լույսը հանգցնում ենք վրաս, որովհետև լույսերը տվել են, ու գիտես, երբ որ լույսերը տալիս են, այդ ժամանակ լիքը անելու բան կար, որ անում էին, գիտեք ինչ էին անում, մամաները մի անգամից համ լվացքն էին անում, ով որ լվացքի մաշինա ուներ այդ ժամանակ, համ լվացքն են անում, համ հարտուկ են անում, ինչը որ կախված էր լույսերի հետ, մի անգամից անում էին, գիտես ինչի, որտև լույսերը տվել էին, ու հենց որ լույսերը տալիս են, բոլորը հելնում են մի բան անելու, մեզանից սկսած, լույսերը տվել են, սելիս, հել մտի լույսի մեջ, ուրա, մոգերեգան արցին, մենք տեսել ենք այդ լույսը, սիրելի աշխարհ, սիրելի հայացք, հելի մտի լույսերի մեջ, վերկաց լուսավորվի, գնա մտի այդ լույսերի մեջ, լույսերը տվել են, հալելույա, մեքենայով, ես վկայությունն է պատմեմ ու մենք աղոտ կանենք, ես վերջերս Հայաստան էի, ու մեքենայով, երբ որ գնում էի դեպի մեր գյուղ, դեպի Տաշիր, անցնում էի Վանաձորի թունելով, ու այս մեքենայի լույսերը շատ թույլ էին, գիտեք, մի բան կար, որ փոխվավ այդ ժամանակի մոտ, մտնում եմ թունել, լույսերը թույլ է, զարմանում եմ, ասում ես լույսերը խի է թույլ, ու երբ որ վարորդները բոլորը կհասկանան, երբ որ գիշերով ինչ որ մեկը քո դեմից գալիս է ու իր լույսերը շատ ուժեղ է, դու նեղվում ես, չէ, ասում ես դե եղբայր, դե մի քիչ ցածրացրու լույսերը, բայց քանի որ ես լույս չունեի, այդ ուրիշի տված լույսով ուրախանում էի, ասում եմ մի քիչ կամաց արի, հասնեմ, այդ դուրս գամ, բայց երբ որ արդեն թունելից դուրս եկա, մտա այդ լույսի մեջ, իմ ուրախության ու չափ ու սահման չկար, գիտեք, մի բան չի փոխվել, չասես դբալավն ես եկե դրա համար է բան փոխվել, չէ, հենց որ թունելից մտնում էի թունել, լրիվ ուրիշ տրամադրություն ունեի, լույսի, հենց որ ես զգացի լույսի պագասը,
Սելիս, հենց որ դուրս եկա լույսի մեջ, ուրախությունս կատարյալ եղավ։ Ու Տերը հայտնություն տվեց, ուզում եմ այսօր այդ հայտնությունով կիսեմ, այս հենց ուրախացիր իմ լույսով։ Միշտ այս հենց իմ լույսի մեջ մնա, կապ չունի ինչ քո կյանքում, քո ընթացքում ինչ հոգևոր թունելներ ես անցնում, որտեղ որ մութ է, բայց մնա Տիրոջ լույսի մեջ ու վեր կաց լուսավորվի։ Ամեն ու խաղաղությունդ հանգարց չկորցնես։ Սելիս, երբ որ մենք 90-ական թվականներին, երբ որ լույս չկար ու լույսը տալիս էին, ուրախանում էինք։ Կապ չունի, որ մի ժամ հետո անջատում էին, բայց մենք ուրախանում էինք։ Մենք հույս ունենք, մենք այդ հույսով ու լույսով ապրում ենք։ Սելիս, այսօր մեր Աստված հավիտենական հույսն ու լույսն է, հավիտենական հույսով ու լույսով ապրի։ Թող Աստված այն մանուկ Քրիստոսը, որ ծնվել է, քո համար հավիտենականության հայր եղնի։ Հենց այնպես տեղը չի ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը ոչ մի բան հենց այնպես տեղը չի ասում։ Մնա այդ հավիտենականության լույսի մեջ, մնա այդ խաղաղության մեջ, ու թող խաղաղությունդ կատարյալ լինի։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Քաղցր ու զորավոր է մեր Աստծո ներկայությունը։ Ու մինչև մեր կարգ ու կանոնի եղբայրները կպատրաստեն հաղորդություն, այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, ձեր բարձրացու ողջունենք քեզ։ Հալելույա, Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ։ Հալելույա։ Հալելույա, Տերը ձեզի շատ օրհնի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Գիտես, առաջ չեմ կանչի քեզ, որտեվ կուզեմ, որ մենք միասին աղոթ կանենք, ամբողջ եկեղեցով ու համացանցով դիտողներն էլ միասին աղոթ կանենք։ Այդ աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք։ Ասելու ենք, Տեր, ինչ եղել չի եղել, խնդրում եմ ինձ ներես, ես ուզում եմ իմ կյանքը քո հետ ապրեմ։ Կանեք այդ աղոթքը իմ հետ, կանեք այդ աղոթքը։ Փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրհնի։ Խնդրեմ սիրելի եկեղեցի, փակես աչքերդ ու իմ հետ կրկնես։ Սիրելի համացանցով դիտող, այս աղոթքը անպայման արա, ապաշխարության ու հաշտության աղոթք է։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։